Սիրելի հայրենակիցներ, հետևորդներ, կիրակի երեկո է եւ ես ուրախ եմ, որ ընձեռվել է առիթ ձեր հետ խոսելու Հայաստանում տեղի ունեցող գլխավոր իրադարձությունների ընթացիկ զարգացումների մասին։ Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը մի քանի ելույթներով Եվրոպական խորհրդարանի ամբիոնից մի ասուլիսով, մի լայվով բացահայտեց այն, ինչի մասին ես ու բազմաթիվ այլ հարգարժան գործընկերներ տևական ժամանակ խոսում ենք։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացահայտեց իր խաղաքարտերը, բոլոր խաղաքարտերը եւ այսպես կոչված պսևդոգաղափարական դաշտում եւ ինստիտուցիոնալ առումով ձևակերպեց այն գլխավոր խնդիրը, որ պիտի լուծի հունիսի 7-ին եւ պատկերացրեք, որ շատ հեշտացրեց կամ պարզեցրեց հասարակության ընտրությունը, շատ հեշտացրեց իրական ընդդիմադիր ուժերի խոսույթը եւ հիմա շատ պարզ է, փորձենք արձանագրել այն գլխավոր թեզերը, որ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, ասում եմ, այդ թեզերը Նիկոլ Փաշինյանինը եղել են վաղուց եւ դրա մասին անձամբ ես տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ելույթներ ունեմ, հարցազրույցներ ունեմ։ Երկու հիմնական թեզ է առաջ քաշում Նիկոլ Փաշինյանը։ Նա եւս մեկ անգամ բացահայտորեն վերահաստատեց, որ իր ընտրության գլխավոր այսպես կոչված առաքելությունը լինելու է Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրին հղումը հեռացնելը։ Սա այն նույն մարդն է ասում, որը տարբեր հնարքներով փորձում էր մեզ համոզել, թե իբր սահմանադրությունը ինքնակամ է փոխում եւ դա կապ չունի ադրբեջանական պահանջի հետ։ Հիմա այս մարդը անկախության հռչակագրի դեմ իր խաչակրաց պատերազմում բերում է հիմնավորումներ, բառացիորեն կրկնելով Ադրբեջանի պետական պրոպագանդայի եւ կեղծ պատմագիտության բոլոր նարատիվները։ Նա ասում է, որ անկախության հռչակագիրը ոչ թե մեր երկրի ինքնիշխանության մասին է, այլ կոնֆլիկտացին մի փաստաթուղթ է։ Ինչ է ստացվում, սիրելի հայրենակիցներ։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության խոստովանում է, որ Արևմտյան Ադրբեջան կոչվածը ըստ էության եկել է Հայաստան, ձևավորել է կոլաբորանտ իշխանություն հենց իր Նիկոլ Փաշինյանի դեմքով եւ հիմա էլ փորձում է ինստիտուցիոնալ առումով ապալեգիտիմացնել մեր հանրապետությունը, որովհետեւ եթե նման գնահատական տրվում է անկախության հռչակագրին, սա այլ բան չէ, քան Հայաստանի գործող հանրապետության ապալեգիտիմացում։ Դրանից հետո վստահ եղեք, որ Ադրբեջանի պահանջները միայն կմեծանան, որտեվ եթե դու ապալեգիտիմացնում ես քո պետության հիմքում ընկած փաստաթուղթը, դրանից հետո կասկածի տակ ես դնում թե քո տարածքային ամբողջականությունը, թե քո պետական կարգը, թե այն քաղաքակրթական հիմքերը, որոնց հիմքով ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին ասեմ, երբ Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագիրը համարում է կոնֆլիկտացին կամ կոնֆլիկտի փաստաթուղթ, ըստ էության հայ-ադրբեջանական հակամարտության պատասխանատվությունը դնում է ոչ թե Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա։ Այսինքն ստացվում է, որ եթե մենք 90 թվականին չընդունեինք Նիկոլ Փաշինյանի ձևակերպած կոնֆլիկտացին փաստաթուղթը, չէր լինի
Ղարաբաղյան շարժումը, չէր լինի Ղարաբաղյան պատերազմը, մի խոսքով հայ ժողովրդին է Նիկոլ Փաշինյանը դարձնում պատերազմների եւ կոնֆլիկտի իրարման պատասխանատու։ Սա այս կեղծ նարատիվը այն նարատիվն է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը առաջ է մղում։ Եվ բնականաբար նման նարատիվ կարող է զարգացնել միայն կոլաբորանտ իշխանությունը։ Եվ բնականաբար Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կամ նրա իշխանության վերարտադրությունը հունիսի 7-ին նշանակելու է կանաչ լույս վառել ադրբեջանական նորանոր պահանջների առաջ։ Ես սրա համար եմ տարբեր առիթներով ասում, որ արևմտյան Ադրբեջանի, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կոնցեպցիան ռեալ Բաքվի կողմից պետականորեն խրախուսվող պրոյեկտ է եւ նրանք հետամուտ են լինելու դրան, մանավանդ որ Հայաստանում ունեն դաշնակիցներ կոլաբորանտ իշխանության դեմքով կամ Եվրախորհրդարանի ամբիոնից, Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ով հասցրել է ճզմել Հայաստանի սուբյեկտությունն ու ինքնիշխանությունը, անդադ այդ բառերը շահագործելով, պիտակավորում է մեր քաղաքակրթության արմատին հայ առաքելական եկեղեցուն, ամբողջ ընդդիմությանը, կրկնում եմ ամբողջ ընդդիմությանը, նրան պիտակավորելով որպես պատերազմի կուսակցություն։ Նման խայտառակ փաստ, երբ պետության ղեկավարը արդեն միջազգային հարթակ օգտագործի երկրի ներսում բաժանարար գծեր խորացնելու համար, ըստ էության Ստրասբուրգից պատերազմ հայտարարի Հայաստանին, հայ ժողովրդին, մեր հասարակությանը, մեր քաղաքակրթական արմատին, ես դերևս չէի տեսել։ Սա ազգային նվաստացում ու խայտառակություն է։ Նիկոլ Փաշինյանը իր այդ ելույթով կարծես հաշվետվություն էր տալիս իր արևմտյան տերերին եւ նրանցից կանաչ լույս էր ստանում նոր ռեպրեսիաներ կիրառելու համար։ Նա արդեն ներքին եւ արտաքին թշնամու կերպարը ստեղծել է։ Ասում է, որ Հայաստանում կա պատերազմի կուսակցություն, Ռուսաստանի կողմից հովանավորվող եւ ըստ էության արևմտյան իր տերերից կանաչ լույս էր խնդրում, որպեսզի մեր բոլորիս դեմ շատ ակտիվ ռեպրեսիաներ կիրառի։ Ավելորդ է ասել, որ Հայաստանի մեյնսթրիմում, ընդդիմադիր դաշտում չկա որևէ կուսակցություն, որի խոսույթը, վարքագիծը, կարգախոսները, հռչակած ծրագրերը պատճառ դառնան պատերազմի սանձազերծման։ Հայաստանի նորագույն պատմության մեջ ես մեկ պատերազմի հրձիկ գիտեմ, եւ այդ պատերազմի հրձիքի անունը Նիկոլ Փաշինյան է։ Նրա առաջին ընտրությունը 2018 թվին եւ վարած քաղաքականությունը հանգեցրել են մահաբեր 44 օրյա պատերազմին ծանր պարտության հետևանքով։ Նրա իշխանության երկրորդ ընտրությունը կամ վերընտրությունը 2021-ին բերել է Արցախի կործանմանը, այս ընտրությանը կոնին դրված է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Եվ այս մարդը, որ մեր նորագույն պատմության մեջ ամենաշատն է ասոցացվում պատերազմի եւ պարտության մեջ, պատերազմի կուսակցություն է համարում մարդկանց եւ քաղաքական ուժերի, որոնց միակ մեղքն այն է, ճակերտավոր մեղքը, որ նրանք փորձում են երաշխավորված խաղաղության մոդել առաջարկել, հակադրվելով միակողմանի զիջումների եւ նվաստացման փաշինյանական քաղաքականությանը։ Իմիջիայլոցը Եվրոպական խորհրդի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած
թեզերը նվեր են նաև Իլհամ Ալիևի համար։ Հայաստանում ընդդիմության ցանկացած հաղթանակ, որտեվ ընդդիմությանը հենց Նիկոլ Փաշինյանը պատերազմի կուսակցություն է անվանել, Իլհամ Ալիևը կարող է համարել ռևանշիզմի հաղթանակ Հայաստանում եւ որոշել պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Եվ այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով կամ պասով։ Նիկոլ Փաշինյանի համար Ալիևը ստեղծել է նախընտրական հրադադար, որպեսզի խաղաղություն տերմինը շահագործելով Փաշինյանը կարողանա վերարտադրվել, սա իրականում խաղաղության իմիտացիա եւ պատրանք է։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը պասեր է տալիս Ալիևին, այսինքն ամբողջ ընդդիմությանը եւ մեր հասարակության մեծամասնությանը պատերազմի ռևանշիստ, պատերազմի կուսակցություն եւ ռևանշիստ անվանելով, ըստ էության նա Ադրբեջանի համար ստեղծում է լեգիտիմ հիմքեր Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն համարել ռևանշիզմի հաղթանակ։ Ահա թե անցած շաբաթ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Նաև Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթվա ընթացքում հիմքեր է ստեղծել, որպեսզի կարողանա ըստ անհրաժեշտության Հայաստանում կիրառել մոլդովական մոդելը։ Տեսեք, ես ընթերցում եմ մի շատ կարճ հայտարարություն։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։ Այս հայտարարակ հաղորդագրությունը տարածել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Իհարկե չեն համարձակվել այստեղ Ռուսաստան բառը նշել, սա Նիկոլ Փաշինյանի ոչն է, այդ բառը նշելու համար իշխանությունից եւ արևմուտքից սնվող հատուկ սեգմենտներ կան։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Դանիել Հովհաննիսյանը դատախազություն հաղորդում է ներկայացրել, իբր Ռուսաստանում ՖՍԲ-ն փորձում է 80,000 Հայաստանի քաղաքացիների նպատակադրել, կաշառել եւ այլն եւ ուղարկել Հայաստան քվեարկության, որպեսզի կանխորոշվի ընտրությունների ելքը։ Այսինքն, այս ամեն ինչը, նաեւ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթը մեկ ամբողջության մեջ դիտեք։ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ուզում ստեղծել առանց որևէ փաստական տվյալի, առանց որևէ չափում ենթադրող փաստի կամ արգումենտի ներկայացման, Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում, որպեսզի ներդնի ռեպրեսիաների եւ ֆիլտրումների մեխանիզմ, այսինքն ինչ-որ կուսակցության այս կեղծ ամբաստանություններն ու մեղադրանքները փակցնի եւ ընտրություններից դուրս թողի, ինչ-որ մեկի դեմ ռեպրեսիա կիրառի։ Այսինքն նա վախենում է, որ եթե հանկարծ ընտրողների թիվը գերազանցի այն 1,200,000-ը, որ գրանցվել էր նախորդ ընտրություններին, ենթադրենք գա 1,300,000 մարդ, իր պարտությունը երաշխավորված եւ կանխորոշված է լինելու։ Եվ հիմա փորձում է արևմտյան իր տերերի օգնությամբ, Բաքվի ակնհայտ աջակցությամբ, ռեպրեսիվ եւ քարոզչական տերորի միջոցով ստանալ ապացիկ հասարակություն, ֆիլտրումների համակարգ դնելով տարբեր ձևերով, որպեսզի ամեն գնով վերարտադրի իր իշխանությունը։ Ինչ ալնելու այդ իշխանության վերարտադրությունից հետո բոլորիս համար պարզ է։
Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը ակադեմիական ազատությունը, գիտությունը համարում է պետական քաղաքականության աղախին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի տնօրենի կողմից նվիրված գիրքը Արցախի հակամարտության համար համարում է պրովոկացիա, սադրանք, բայց սադրանքը համարելու հենց Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի գոյությունը կամ Ցեղասպանության հուշարձանի գոյությունը կամ հենց Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Շատ պարզ Նիկոլ Փաշինյանը իր թեզերով հունիսի 7-ի ընտրությունները դարձրել է հանրաքվե։ Այսինքն, ակնհայտորեն, եթե նրա իշխանությունը հունիսի 7-ին վերարտադրվում է, սկիզբ է դրվելու Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման գործընթացին։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը ըստ էության Նիկոլ Փաշինյանի վերջին բացահայտումների ֆոնին դառնում է հանրաքվե, որտեղ Հայաստանի հասարակությունը պիտի ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Ադրբեջանի միջև։ Ցանկացած իրական ընդդիմադիր ուժին քվե տալով դուք ձայն եք տալու Հայաստանի Հանրապետությանը և հակառակը ՔՊ-ին տված ձեր ցանկացած քվե նշանակում է քվե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ մեր ինքնիշխանության, նշանակում է քվե ի օգուտ Ադրբեջանի օրակարգի։ Ասում եմ, շատ պարզ պատկեր է ստեղծված։ Իհարկե, ես ներկայացնում եմ քաղաքական թիմ, դեմոկրատական այլընտրանքը, առաջարկ Հայաստանի ծրագրով և Բարգավաճ Հայաստան կուսակցությունով եմ մասնակցում ընտրություններին, բայց ես կարծում եմ, որ մեր բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնական անելիքը պիտի լինի հնարավորինս մեծացնել մեր ընտրողների հասարակության մասնակցության մակարդակը հունիսի 7-ի ընտրություններին, այնպես անել, որ 55, 60, 65% մասնակցություն լինի, միայն այդ դեպքում հայ ժողովուրդը հավաքականորեն կարող է վերահաստատել սեպտեմբերի 21-ի խորհուրդը և կողմ քվեարկել Հայաստանի Հանրապետությունը անխուսափելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը։ Առաջիկա շաբաթներին և ամիսներին ես ամենայն մանրամասնությամբ իմ ուժերի ներածի չափով այս բոլոր նրբությունները կետ առ կետ կբացատրեմ մեր հասարակությանը, անդադար կսպասեմ ձեր արձագանքներին և հետևողականորեն կանդրադառնամ դրանց։ Այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին և սպասեք մեր ամենօրյա թողարկումներին, որոնց մեկնարկը տրվելու է առաջիկա չորեքշաբթի օրը։